Բարև ձեզ։ Հայաստանյան քաղաքականությամբ հետաքրքրվող գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում այսօր բնականաբար այն իսկական գրոհն էր, որին ենթարկվեց Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքը իրավապահ կառույցների մասնակցությամբ։ Եվ թերևս բոլորի համոզմամբ դա պարզապես քաղաքական հրահանգավորմամբ իրականացված գրոհ էր։ Եվ դե ֆակտո դա հաստատեց նաև վարչապետ Փաշինյանը իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս ամփոփիչ ելույթում, որ այսօր ունեցավ խորհրդարանում։ Շատերի գնահատմամբ այսօրվա գործողությունները պայմանավորված էին 3 նույն կառավարության ծրագրի քննարկմամբ, որի ընթացքում հարցուպատասխան եղավ Լևոն Քոչարյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու, падգամավոր Լևոն Քոչարյանի եւ վարչապետ Փաշինյանի միջև, եւ այդ ընթացքում Լևոն Քոչարյանն օգտագործեց շատ սուր ձևակերպումներ եւ արտահայտություններ։ Ըստ այդմ կա գնահատական, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է այսպես ասած իրավապահ կառույցների օգտագործմամբ հաշվեհարդար տեսնել Քոչարյանների նկատմամբ։ Բայց այդուհանդերձ հարց է, դա ավելի շուտ պատճառն էր, մոտիվը, թե առիթ։ Ըստ իս տեղի ունեցողը իր մասշտաբով եւ բնույթով այնպիսին է, որ հազիվ թե պատճառը լիներ երեկվա դրվագը։ Այն ավելի շուտ առիթ էր, իսկ պատճառները հնարավոր է բավականին շատ են, մեկը չէ, եւ բավականին բազմազան, թե ներքին, թե արտաքին իմաստով, պայմանավորված նաեւ այն օրակարգով եւ այն հանգամանքներով, որ ծավալվում են Հայաստանի շուրջ եւ որոնք բնականաբար իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի ներսում։ Այս համատեքստում առաջարկում եմ դիտարկել հանգամանքներից մեկը, որը կարծես թե դուրս է մնացել այսօրվա քննարկումների շրջանակից։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հանդեպ այս գործողությունը տեղի է ունենում նախօրեին Նիկոլ Փաշինյանի հայկական երկաթուղիների հարցին հերթական անդրադարձից հետո։ Փաշինյանը հերթական անգամ պատասխանելով հարցերին նշեց, որ ոչ մի բան չունի ռուսական կառավարման իրավունքի հանդեպ եւ պարզապես ցանկանում է հարցը լուծել բարեկամաբար, որովհետև համարում է, որ Հայաստանը հիմա ունի պատմական պատեհություն դառնալ, այսպես ասենք, միջազգային ցանցի մասնակից, բայց դրան խանգարում է ռուսական կառավարումը։ Եվ ինքը այդ պատճառով ուզում է, որ Ռուսաստանը բարեկամաբար համաձայնի Հայաստանի պատկերացումներին եւ հրաժարվի կառավարման իրավունքից։ Փաշինյանն իհարկե առ այսօր չի ներկայացնում, թե հատկապես ինչով է խանգարում ռուսական կառավարման իրավունքը։ Օրինակ Ռուսաստանն ինքը դեմ է արտահայտվում, որ Հայաստանը դառնա որևէ միջազգային ցանցի մասնակից։ Եթե այո, ապա որոնք են դրա մանրամասները, որովհետև Հայաստանի վարչապետը թերևս պարտավոր է Հայաստանի քաղաքացիներին այդ մասշտաբի հարց բարձրաձայնելու դեպքում ներկայացնել շատ կարևոր այդ մանրամասները, որպեսզի համոզիչ հնչի, թե ինչով է խանգարում ռուսական կառավարման իրավունքը։ Կրկնեմ, այստեղ ռուսական կառավարման իրավունքը պաշտպանելու կամ այն պահպանելու հարց բացարձակապես չկա, պարզապես կա հարց, Հայաստանի քաղաքացիները պետք է պատկերացնեն խնդիրը, խնդրի հնարավոր գինը եւ ըստ այդմ աջակցեն կամ հակադարձեն կառավարության ղեկավարի մոտեցումներին, բայց մանրամասներ Փաշինյանը չի ներկայացնում։ Չկան մանրամասներ նաև այն առնչությամբ, թե որոշ երկրներ դժգոհ են ռուսական կառավարման իրավունքից եւ դրա համար համաձայն չեն, որ հայկական երկաթուղին դառնա այդ ավելի խոշոր ցանցի մաս։ Այստեղ էլ մանրամասն չի ներկայացվում, թե որ երկրներն են դժգոհ, որովհետեւ սա շատ կարևոր կլինի ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ինչի մասին է խոսքը եւ ինչից է առաջացել այս ամբողջ օրակարգը։ Հայաստանի վարչապետը միայն հայտարարում է, որ շատ կուզեր բարեկամաբար լուծել հարցը, որ Ռուսաստանը հրաժարվեր կառավարման իրավունքից եւ տրամադրեր այդ իրավունքը Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե կան որոշ դժգոհ երկրներ, որոնց դժգոհությունն է այս օրակարգը ձևավորելու ամբողջ մոտիվը կամ պատճառը, ապա ստացվում է, որ այդ ընդունելի երկիրը պետք է ընդունելի լինի ոչ միայն Ռուսաստանի եւ Հայաստանի, այլ նաեւ այդ որոշ դժգոհ երկրների համար։ Ըստ այդմ առավել կարևոր է դառնում, թե որոնք են այդ որոշ դժգոհ երկրները։ Այս պատմությունը
առերևույթ որևէ կապ չունի կամ որևէ այսպես կապակցվածություն չկա Ռոբերտ Քոչարյանի շուրջ այսօր տեղի ունեցած զարգացումներին։ Բայց իհարկե բոլորի համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին էական բաղադրիչ է ներկայացրել Ռուսաստանի հետ իր կապերը, հաղորդակցությունը եւ այլն։ Երկրորդ նախագահը այս դիրքավորումը արտահայտել է բավականին հստակ եւ բաց։ Ըստ այդմ առնվազն հիմք կա եզրակացնելու, որ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելով հնարավոր է թերևս թիրախավորել նաև նրա որոշակի այդ կապերը ռուսական ուղղությամբ, կապեր, հնարավորություններ, կոմունիկացիա, որը կրկնեմ երկրորդ նախագահն ինքը ոչ միայն չի ժխտել, այլ հակառակը հաճախ դրանք ներկայացրել է որպես առավելություն եւ որպես խնդիրներ լուծելու օգտակար հնարավորություն։ Ահա այս համատեքստում է էական, որ նախորդին հերթական անգամ բարձրաձայնվեց հարցը եւ այսօր արդեն մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործողությունները, ինչը նշանակում է, որ խնդիրը կարող է ունենալ ընդհանուր մոտիվացիոն դաշտ։ Առավել եւս, որ նախորդին տեղի է ունեցել եւս մի հետաքրքիր հանգամանք, եւս մի հետաքրքիր իրադարձություն։ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ։ Հեռախոսազրույցը եղել է Ղազախստանում նոր միապալատ խորհրդարանի ընտրության առիթով։ Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին այդ ընտրությանը իր առաջնորդած ուժի հաջողության եւ հաղթանակի համար։ Բայց մեծ հավանականությամբ այս հեռախոսազրույցի առիթ է եղել խորհրդարանի այդ ընտրությունը, իսկ պատճառը դարձյալ գուցե թե ավելի լայն քաղաքական դաշտում է։ Եվ այստեղ է թերևս ուշադրության արժանի, որ Տոկաևի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է տրանսպորտային, ռեգիոնալ տրանսպորտային ծրագրերում գործակցության հեռանկարները, հնարավորությունները։ Եվ եթե այստեղ ավելացնում ենք այն, որ Փաշինյանը շաբաթներ առաջ դիտարկել էր, որ հնարավոր է Ղազախստանը ստանձնի հայկական երկաթուղու կառավարման իրավունքը, որպես նաև Ռուսաստանի համար հնարավոր ընդունելի երկիր, ապա կարող ենք եզրակացնել, որ հարցը քննարկվել է Տոկաևի հետ նախորդի հեռախոսազրույցի ընթացքում, եւ եթե դիտարկում ենք ժամանակագրությունը, ապա այս հնարավոր սխեման որպես գործողությունների մոտիվ նաև Հայաստանի ներսում, որտեղ են ունեցել այսօր, մենք առնվազն կարող ենք դիտարկել եւ քննարկել։ Որովհետեւ իսկապես տարօրինակ է, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն հաջորդ օրն իսկ ոչ միայն պարզապես հեռագրով, այլ հեռախոսազանգով է շնորհավորում Տոկաևին։ Այնտեղ խորհրդարանի այդ ընտրությունը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին եւ 24-ին տեղի է ունենում հեռախոսազրույցը Փաշինյան-Տոկաև ձևաչափով։ Եվ արդյոք քննարկվում է իսկապես ռուսական կառավարման իրավունքը Ղազախստանին փոխանցելու հարցը եւ այստեղ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ գործողությունները հնարավոր է պայմանավորված են Ռուսաստանին այդ հեռանկարը ընդունել տալու հնարավոր մոտիվով։ Այլ կերպ ասած, Քոչարյանի հանդեպ ճնշումը այն խաղաքարտն է, որի շնորհիվ Փաշինյանն ակնկալում է գուցե Ռուսաստանում մոտեցումների փոփոխություն երկաթուղու կառավարման իրավունքի ճակատագրի հանդեպ։ Եթե դիտարկենք այս հնարավոր սխեման, կրկնեմ, հաշվի առնելով Ռուսաստանի հետ այն կոմունիկացիոն հնարավորությունները, որն ինքը երկրորդ նախագահը չի թաքցրել երբեք, ապա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ինչ որ իմաստով հայտնվում է պատանդի կարգավիճակով, եւ նրա հանդեպ գործողությունները, որ կիրառվում են այսօր, կրկնեմ, եթե դիտարկենք այս հավանական սխեման կամ վարկածը, դա այլ բան չէ, քան պարզապես պատանդառություն, դե ֆակտո պատանդառություն այս հարցում որպես խաղաքարտ օգտագործելու համար։ Կրկնեմ, սա վարկած է, սա պարզապես դիտարկում է, դիտարկվող բազմաթիվ այլ վարկածների շրջանակում որպես այսօրվա գործողությունների մոտիվ։ Բայց վարկած, որի հիմքերը, որի որոշակի նախադրյալները ես ներկայացրի եւ կան դրանք առնվազն այս տարբերակը քննարկելի դարձնելու համար։ Եվ իդեպ այս համատեքստում նաև շատ հետաքրքիր մեկ այլ հանգամանք։ Այսօր
Հայաստանի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին հյուր է գնացել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Շնորհավորելով նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ քննարկելով Հայաստան-Ռուսաստան հարաբերության հետ կապված հարցեր։ Շատ հետաքրքիր է, արդյոք Ռուսաստանի դեսպանի այս այցը եղել է ծրագրված, թե կարող էր տեղի ունենալ հանպատրաստից, պայմանավորված օրինակ նաև այն գործողություններով, որ այսօր տեղի են ունեցել երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի ուղղությամբ։ Եվ առասարակ իհարկե հետաքրքիր է ինքնին, որ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարի առաջին օտարերկրացի հյուրը եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինը։ Բայց սա իհարկե թերևս արդեն փոքրինչ այլ պատմություն է, որը կարող է լինել մեր քննարկումների եւ ուշադրության առարկա մոտ ապագայում։ Իսկ առայժմ արձանագրենք այդ հետաքրքիր ժամանակագրական հանգամանքը այն շղթայի կամ այն սխեմայի տրամաբանության մեջ, որ ներկայացրի կապված հայկական երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակի հետ եւ կառավարման իրավունքի փոփոխության այն հարցադրման հետ, որ բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը։